Երեխեք բարև ձեզ, շնորհավոր դաշտ։ Թիմ ունեք դուք արդեն թե չէ։ Ինչա թիմի անունը։ Թիմ։ Շատ լավ։ Դուք եք մարզիչը։ Մրցավարը։ Իսկ մարզիչ կա։ Հա, ունի կարող չէ։ Ինքն է համակարգելի։ Գիլոյան դե պասը դու ես մեր մեջ։ Հա։ Մարզիչ կա, ոստեղ որ պարապի։ Չէ, ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացուցիչ ունի, բանը դուրս բերենք։ Հետո խմբակ կնի աղջիկներն է թող պարապեն։ Պարապեն, հիմա աղջիկների ֆուտբոլը ագին։ Ֆեդերացիային պետք է ասենք ով է։ Ոչինչ, հա, ոչինչ, անման արի։ Ներկայացուցիչ ստեղ է ֆուտբոլի ֆեդերացիայի։ Դու ասենք որ պայման մարզիչ ով է։ Բայց երեխեքը կան հետաքրքիր։ Նկատի ունեմ պետք չի թողել էլի որ երեխեք ուղղակի ֆուտբոլ խաղան, պետք է ֆուտբոլի խմբակ ձևավորեն պարապեն։ Երեխեք լավ եք, շնորհավոր։ Պարապեք անպայման։ Շնորհավոր եք։ Ավանդական 4 ոճերից մեկը, շոտոկան, գոջուրի, ղադորի, սիտորի։ Հա, շատ լավ է, փաստորեն դա է հարցնում ասել։ Գյուղում որիշ մարզաձև կա, շատ լավ է, շատ լավ։ Դավիճ կա, այնտեղ փոցին շամարտված է։ Այսինքն կողքը որտե է դա։ Հենց կողքը բանա, շենքը կնորոգի, մենք է գույքը կտանք, կբացենք։ Այսինքն գորգը, հա, էլի բաներ կտանք, այդ չոչերներ բաներ էլի։ Ահա, շատ լավ է։ Հատկապես աղջիկները շատ ակտիվ, կարատե եք պարապում, շատ ճիշտ եք անում։ Տղաներն էլ աղջիկներն են, շատ ակտիվ, շատ ուրախ են։ Օլիմպիական խաղերի ծրագրից Տոկիոյից հետո հանեցին, բայց Լոս Անջելես նորից կլտնի։ Հա դեստեղ ամեն օր օլիմպիական խաղերը կտոտո պարապեն։ Խոնարհված կակաշներով ցանկացում ցույց տալ մեր հերոսներին, իսկ այս երկու կակաշները ընձյուղվել են
եւ դա մեր ժողովրդի հերոսությունն է ներկայացրել։ Շատ հաճելի։ Ահա, այ ինչ լավ է։ Ես այս տակածառը նվիրում եմ մեր պատմական երկրին եւ ես այսպես էլ պատկերացնում եմ մեր երկիրը եւ ցանկանում եմ որ մեր երկիրը էլ ավելի զորանա ու զարգանա։ Ես այս նկարով խորհրդանշում եմ մեր ժողովրդի եղերնը, իսկ այնով մեր ժողովրդի հավերժությունը։ Շատ Դերարտային չքնավ ոստար, քոխոյակն եմ ես դրվատում, հերասավաշտիմ Հայաստան, թշնամի թովստարյատա, մենք գիր ունենք, լեզու, դրոշ, ունենք մաշտոցի ադրանի, հավերժությունն է բախտարոշ, կեզ ուվերցով, իմ հայրենիք, ես ունիշ գանց և զենք չուներ, դու լույս ակացայոտ ոստար, քոխոյան կատվիտ ողջունի, ողջ աշխարը, իմ Հայաստան։ Հարգելի դերկաներ, նախ շնորհակալ եմ այս մթնոլորտի համար եւ այս տրամադրության համար եւ շնորհակալ եմ, որ Չորաթան գյուղում սենց լավ կազմակերպված է կյանքը եւ երեխաները ունեն բացի դպրոցական կրթությունից նաեւ արտադպրոցական կրթության հնարավորություն եւ դա շատ ողջունելի է, սա այն է, ինչ որ մենք ուզում ենք տեսնել եւ նաեւ մարզական, մշակութային շատ ակտիվ կյանք կա այսօր էլ Մարզադաշտը բացվեց, հիմա առաջիկայում հույս ունենք նաև այլ մարզական ենթակառուցվածքներ կստեղծվեն եւ նաև համակարգչային, նաև արհեստագործական բոլոր ուղղություններով եւ դա շատ ուրախալի է եւ մեր արձանագրումը հետեւյալն է, սա ինչի մասին է, որ այս երեխաները, ինչպես նրանց ծնողները, այստեղ ապրում են եւ այստեղ պետք է ապրեն եւ մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ երեխաները նույնիսկ ամենահեռավոր գյուղերում նույնպիսի կրթության եւ կարիերայի հնարավորություն ունենան, ինչպես օրինակ ունենում են Երևանում կամ արտերկրում, հիմա որովհետեւ 21-րդ դարի այդ հնարավորությունը տալիս է, կարելի է շատ մեծ հաջողությունների հասնել գիտության ոլորտում, մշակույթի ոլորտում, բայց նաեւ ապրել քո ծննդավայրում, քո մարզում, քո հայրենիքում եւ այս հնարավորության համար ես շատ շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ նաեւ հույս ունեմ, որ մենք այստեղ տեսնում ենք նաեւ ապագա չեմպիոնների, տեսնում ենք շատ հայտնի նկարիչների, տեսնում ենք շատ հաջողակ մշակութային խմբեր եւ մենք պետք է այդ կյանքի տրամաբանությունը ամեն օր, ամեն ժամ զարգացնենք եւ կառավարությունը, համայնքը, մարզը պետք է այստեղ իրար կողքի լինեն մեր գործարար համայնքի ներկայացուցիչները եւ շատ ուրախալի է, որ այսպիսի մթնոլորտ կա եւ այսպիսի համագործակցություն կա եւ սրանով է մեր այցերը ավելի արժևորվում են, ավելի կարեւոր են դառնում, շնորհակալություն եմ հայտնում։